Ամանորը մոտենում է, իսկ պետական կառույցները, քաղաքապետարանը, համայնքապետարանները պետական ամանորյա գնումները սկսել են կատարել դեռ հոկտեմբերից։ Արմլուրը տեղեկանում է, որ Թալին համայնքի կարիքների համար համայնքապետարանը կնքել է 4 պայմանագիր նոյեմբեր ամսին։ Առաջին պայմանագրով ձեռք է բերվել Թալին համայնքի կարիքների համար արհեստական տոնածառի խաղալիքներ եւ լույսեր, որոնց համար կնքված պայմանագրի արժեքը կազմել է 1.110.000 դրամ։ Նշված պայմանագրով ձեռք է բերվել արհեստական տոնածառ 7-ից 9 մետր երկարությամբ եւ տոնածառի խաղալիքներ։ ՄԿԲ գրուպ ՍՊ-ի պայմանագրում խաղալիքների համար հատկացվել է 237.000 դրամ։ Խաղալիքների քանակն ըստ պայմանագրի կազմել է 250 հատ։ Վոլոդյա Վարդանյան Արայիկի Աձեի հետ համայնքապետարանը պայմանագիր է կնքել տոնածառի զարդարանքների պարագաների ձեռքբերման համար 204.000 դրամ արժողությամբ։ Մեկ այլ պայմանագրով համայնքապետարանը մեծ ծիածան ՍՊ-ից ձեռք է բերել տոնածառի լույս սպիտակ լարով 50 մետր երկարությամբ։ Համայնքապետարանը դեռ հոկտեմբերին պայմանագիր էր կնքել նաև Արման Գաբրելյան Վահանի Աձեի եւ Վանդ Գազ ՍՊ-ի կոնսորցիումի հետ, որոնք համատեղ են մասնակցել։ 19.499.000 դրամ հատկացվել է ընկերություններին ամանորյա տոնական ձևավորում իրականացնելու համար։ Մշակույթի տան կենտրոնական հատվածում պետք է տեղադրվի 2026 թվական ցուցադրող մետաղյա կարկասով 4 թիվ։ Բարձրությունը 1 մետր։ Ծառայություն մատուցողը պետք է ապահովի համերգի կազմակերպման տեխնիկական աշխատանքների ձեռքբերման շրջանակներում անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու սարքավորումների շահագործումը։ Միջոցառումը պետք է անցկացնի հանրությանը հայտնի հաղորդավար առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։ Միջոցառմանը պետք է ելույթ ունենա մեկ ճանաչված երաժշտական բենդ հանրության կողմից ճանաչված առնվազն 8 հայտնի երգիչ-երգչուհիներով։ Պետք է հրավիրվեն նաև մեկ ձմեռապահ, մեկ ձյունանուշ եւ առնվազն 8 թեմատիկ հեքիաթային հերոսներ։ Բացի Թալին քաղաքից 2 օր էլ միջոցառումներ կանցկացվեն ներքին Բազմաբերդ, Մաստարա, Արագածավան գյուղերում։ Նաև հրավառություն կկազմակերպվի։ Հունվարի 13-ից հետո սարքավորումները պետք է ապամոնտաժվեն եւ տեղափոխվեն համայնքապետարանի պահեստարան։